Գևորգյանի անձեռնմխելիությունը եւ արտոնությունները, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների գլխավոր համաձայնագրով։ Այսուհետ ես կնշեմ գապի, որովհետեւ նամակում այնպես է նշված։ Թինի Քոքսի այն ժամանակ վեհաժողովի նախագահի 22 թվականի ապրիլի 7-ի նամակը, որի պատճեն ուղարկվել էր եւ ձեզ եւ Եվրոպայի խորհրդում հրամեշտական ներկայացուցիչ դեսպան Արման Խաչատրյանին հաստատում եւ սահմանում է այն անձեռնմխելիությունները, որոնք իրավունք ունի պարոն Գևորգյանը որպես խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Հետագա նամակագրության մեջ ներառյալ իմ վերջին 24 թվականի սեպտեմբերի 10-ի եւ 24 թվականի նոյեմբերի 22-ի նամակները ձեզ են դիմել Հայաստանի իշխանություններին ուղղված խնդրանքով ձեռնարկելու անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ տրվի պարոն Գևորգյանին մասնակցելու խորհրդարանական վեհաժողովի նիստերին։ Ուրախ եմ, որ դա հնարավոր եղավ վեհաժողովի դեկտեմբերյան հունվարյան նիստերի համար։ Հետագա նամակներ եմ ստացել պարոն Գևորգյանին Հայաստանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքների, ինչպես նաև հնարավոր դժվարությունների մասին, որոնց նահանդիպում է վեհաժողովի նիստերին մեկնելու թույլտվություն ձեռք բերելու հարցում։ Երկու անձեռնմխելիությունն ու արտոնությունները, որոնք առավել համապատասխան են պարոն Գևորգյանի վիճակին, պատգամավորական անձեռնմխելիությունն է, որը տրամադրվում է ազգային ժողովի անդամներին ազգային մակարդակում հոդված 15 եւ դեպի վեհաժողովի նիստերի վայր եւ այնտեղից ազատ տեղաշարժի ազատությունը դա արդեն հոդված պատգամավորական անձեռնմխելիությունը գաբի 15-րդ հոդվածի սահմանում է խորհրդակցական վեհաժողովի նիստերի ընթացքում վեհաժողովի հիմնական անդամները եւ նրանց փոխարինողները անկախ խորհրդարանի անդամ լինելու հանգամանքից իրենց ազգային տարածքում օգտվում են անձեռնմխելիությունից, որը տրամադրվում է այդ երկրներում խորհրդարանի անդամներին։ Այսինքն այն անձեռնմխելիություն, որը տրամադրվում է խորհրդարանի անդամներին, մեխանիկորեն տարածվում է նաև այն անդամների վրա, որոնք վեհաժողովի անդամ են հանդիսանում։ Դա նշանակում է, որ իրենց ազգային տարածքում խորհրդարանական վեհաժողովի անդամներն ունեն անձեռնմխելիության նույն մակարդակը, ինչ խորհրդարանականներն իրենց իսկ երկրում։ ԵԽԽՎ անդամի անձեռնմխելիության ծավալն ու գործողությունը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ պատգամավորական անձեռնմխելիության ազգային օրենքի գործողությունը։ Հասկանում են, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան քրեական հետապնդում հարուցել Հայաստանի ազգային ժողովի անդամի նկատմամբ, նախ պետք է ստանան Հայաստանի ազգային ժողովի համաձայնությունը սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։ Եթե Հայաստանի ազգային ժողովի այդ պատգամավորը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է եւ քրեական հետապնդում է նախաձեռնվում, իրավասու մարմինը պետք է նաև նախ հետամուտ լինեն այդ անդամին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գապի 15-րդ հոդվածի եւ խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի 73-րդ հոդվածի։ Եթե պարոն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարվում է հարուցված, ապա ըստ Հայաստանի սահմանադրության, քանի որ պարոն Գևորգյանը խորհրդարանական վեհաժողովի անդամ է, ապա կցանկանայի հիշեցնել, որ գապի 15-րդ հոդվածից բխող Հայաստանի միջազգային պարտավորություններով այդ մեղադրանքով այլևս չպետք է հետագա գործողություններ ձեռնարկել։ Քանի դեռ պարոն Գևորգյանի անձեռնմխելիությունը որպես պատգամավոր չի չեղարկվել ըստ ստորև ներկայացվող գործընթացի։ Գլխավոր համաձայնագրի 15-րդ հոդվածով երաշխավորված հիմնական անդամին կամ փոխարինողին անձեռնմխելիությունից զրկելու նման դիմումը նախ պետք է հասցեագրվի վեհաժողովի նախագահին անդամ պետության իրավասու մարմնի կողմից։ Համաձայն վեհաժողովի կանոնակարգի 73-2 հոդվածի վեհաժողովն այդ դիմումը կքննարկի հաջորդ լիագումար նիստում։ Վերոհիշյալի լույսի ներքո անչափ շնորհակալ կլինեմ, եթե կարողանայիք իրավասու ազգային մարմինների ուշադրությունը հրավիրել խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստերի շրջանակում պարոն Գևորգյանի շնորհված անձեռնմխելիության լիազորություններին։ Երախտապարտ կլինեմ, եթե ինձ տեղյակ պահեք իրավիճակի մասին եւ ձեր տրամադրության տակ եմ անհրաժեշտ
ցանկացած բարձրանման համար։ Հետագայում ներկայացված է կապիտալի 3-րդ հոդվածը, որը վերաբերում է տեղաշարժման ազատությանը, որտեղ այդ